Ծաղկազարդի տոնի առավոտյան Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին դիմավորեց Մոսկվայի հայերին, որոնք ամենահեռավոր վայրերից եկել էին Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ նշելու համար։ Սա այն բացառիկ ու սիրված օրերից մեկն է, երբ ընտանիքներով մեծից փոքր աղոթքի են կանգնում, երբ եկեղեցին դառնում է հոգևոր մեծ տուն երեխաներ ունեցող ընտանիքների համար։ Ծաղկազարդի տոնակատարությունը սկսվեց կյանքի, հույսի եւ նորացման խորհրդանիշ կանաչ ճյուղերի օրհնությամբ։ Թեմակալ առաջնորդ Եզրա Սրբազանի հանդիսապետությամբ օրհնվեցին ուռենու ոստերը։ Ըստ ավետարանական պատմության, Ձիթենու եւ Արմավենու ճյուղերի ընծայումը Տիրոջը, ով մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ կյանքի հաղթանակը։ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանն օրհնության խոսքում նշեց, որ ինչպես այն ժամանակ մարդիկ ուրախությամբ դիմավորում էին Հիսուս Քրիստոսին ճյուղերով ծածկելով նրա ճանապարհը, այնպես էլ այսօր հավատացյալները ողջունում են Տիրոջն իրենց սրտերում։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս եւ կրկին անգամ փառք տալիս Տիրոջը, որ մենք այս հավատարմությամբ, այս գիտակցված հավատքով փորձում ենք մեր աստվածապարգև կյանքը աստվածահաճո ազգոքուտ եկեղեցաշահ գործերով, աշխատանքով, բարեգործություններով վկայենք, որ մենք քրիստոնյա ենք եւ ձգտում ենք արժանանալ մեր երկնավոր հոր ներողամտությանը, գթասրտությանը եւ օրհնությանը։ Արարողությունից հետո օրհնված կանաչ ճյուղերը հոգևորականները բաժանեցին ժողովրդին։ Եկել ենք Ծաղկազարդին եւ այս օրհնած ճյուղերը տանում ենք մեր տուն, որպես դարևոր Հայաստանի, մեր առաջի քրիստոնեական երկրի շունչը, որ մեր տան մեջ միշտ անմահ լինի։ Այսօր մեծ տուն է, 2000 տարի առաջ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ մտավ Երուսաղեմ, ժողովուրդն ուրախությամբ դիմավորեց նրան։ Այսօր նույն ուրախությամբ մենք էլ ենք եկել նշելու տոնը։ Շնորհավորում եմ բոլորի Ծաղկազարդը։ Անդաստանի կարգից հետո մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչ Տեր Սեփու քահանա Ամիրյանը խոսեց տոնի խորհրդի մասին։ Այսօր մենք ոչ միայն եկել ենք աղոթելու, այլև հիշելու այն մեծ իրադարձությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 2000 տարի առաջ, ասաց Տեր հայրը։ Ծաղկազարդի օրը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ Սուրբ քաղաք մեզ ամենքից պատգամում է, որ մշտապես պատրաստ լինենք Քրիստոսին ընդունելու մեր հոգուց, մտքից, սրտից ներս բացելու դռները եւ ասելու օրհնյալ ես դու, որ գալիս ես Տիրոջ անունով։ Թող ամենքս որպես քրիստոնյա ծաղկազարդված այսօր մշտապես ամուր պահենք անսասան կերպով քրիստոնեական մեր հավատքը եւ մնանք աջակիցներն ու պաշտպանները առաքելական մեր Սուրբ եկեղեցու։ Տոնական օրվան հատուկ հանդիսություն էր հաղորդում Կոմիտասյան պատարագի երգեցողությունը։ Այն տարվա մեջ մեկ անգամ է կատարվում միայն Ծաղկազարդի տոնին, որի բացառիկ իրավունքը շնորհված է հայորդյաց տանսաներին։ Գեղեցիկ ձայներով մաքուր եւ անկեղծ կատարումը առավել աղոթական դարձրեց մթնոլորտը։ Պատարագի ավարտին կատարվեց մանուկների օրհնության կարգ։ Այստեղ էին նաև եկեղեցու հովանու ներքո գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի եւ Սուրբ Ներսես Շնորհալու անվան հայորդյաց տանսաները։ Ծաղկի հյուսերով զարդարված երեխաները կանգնեցին խորանի առաջ, որտեղ հոգևորականների հետ միասին աղոթեցին, արժանացան Եզրա Սրբազանի օրհնությանը։ Ձեր ձեռքերում պահած կանաչ ճյուղը թող դառնա հույսի խորհրդանիշ վաղվա պայծառ օրվա համար։ Լավ սովորեք եւ բարի գործեր կատարեք, պատգամեց Սրբազան հայրը։ Եկեղեցում յուրաքանչյուր հանդիպում նաև ազգային միասնության եւ հայրենիքի մասին հոգատարության խորհուրդ ունի։ Այս անգամ էլ Մոսկվա բնակ հայերը որպես հոգու պարտք իրենց զորակցությունն արտահայտեցին հայ եկեղեցուն, պահանջելով դադարեցնել հալածանքները եւ ազատ արձակել ազատազրկված հոգևորականներին։ Նրանք մասնակցեցին ի պաշտպանություն հայ եկեղեցու ստորագրահավաքին, որը կազմակերպվել է Սանկտ Պետերբուրգի մի խումբ հայերի նախաձեռնությամբ եւ արդեն մեծ տարածում ունի ողջ Ռուսաստանում։ Այս առիթով բոլորովին վերջերս ստեղծված Arms-Purg կայքում արդեն 75000 ստորագրություն կա աշխարհի 52 երկրից։ Այդ թիվը սրընթաց արագությամբ մեծանում է։ Ալբերտ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։